Հակալություն նախ մի քանի օր առաջ Ստամբուլում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ուշագրավ հայտարարություն արեց, որ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը կամ սահմանի բացմանը։ Սա ձեզ հետ համաձայնեցված հայտարարություն էր, թե Սիմոնյանը ինքն էր որոշել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ եւ արդյոք չի սա խաթարում կամ չի հակառակվում ձեր, այսպես ասած, խաղաղության սրտիկներին եւ այն թեզերին, որ դուք հռչակել եք։ Եվ երկրորդը, ես ճիշտ ասած անհարմար եմ զգում անձնական բնույթի թեմաներ շոշափել, բայց քանի որ դուք ձեր ընտանիքը թույլ եք տալիս ձեր անձնական կյանքը, ընտանեկան կյանքը այսպես մեծ մասամբ սփռել եք հանրության առջև եւ քննարկման առարկա եք դարձնում, դրա համար ինձ թույլ եմ տալիս նաեւ որոշակիորեն այդպիսի հարց շոշափել, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ որ մոտ 1.5 ամիս առաջ ձեր կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվել է ձեզանից, դա շատ քննարկվեց, ես էլ ձեզ անկեղծ եմ ասում, լրիվ սրտան շնորհավորեցի, որովհետև կարծեցի գուցե դա երջանկության մի ձև է, դուք էլ ներսրտեցիք, սրտից դարդեր եղել։ Հիմա, երբ որ ու մարդիկ իդեպ կոմենտներում գրում են, որ ասում են, սա թատրոն է, տեսնած այս զույգը ինչ է ասում, հիմա որտեղ է ֆռոսնում մեզ, երբ որ տեսանք, որ Աննա Հակոբյանը նախ ձեր կադրում է երևում, այսքան վերադարձել է կառավարական համառանոց, հետո ձեզ հետ շրջում է Գյումրիում, էլի մարդիկ նորից ձևակերպեցին այդ նույն հարցը, որ տեսեք, որ ասում ենք թատրոն է, ուրեմն թատրոն է, փաստորեն թատրոն է։ Հիմա եթե դուք ձեր նույնիսկ ընտանեկան դրաման եք կեղծում, բա մնացածին ոնց հավատա մարդիկ։ Ի վերջո դուք բաժանվել եք, թե վերամիավորվել եք Աննա Հակոբյանի հետ, ինչպես կմեկնաբանեք սա, դուք չդիմացաք առանց Աննայի, Աննա Հակոբյանը չդիմացավ առանց ձեզ, ժպտացիք, ռոմանտիկա կա մեջը, առանց ձեզ, առանց իշխանության ձեր իշխանության, առանց անվտանգության, առանց այն թանկարժեք Լեքսուսի, որ իր համար էր գնվել, իդեպ որի ապօրինի փակցված պլյոնկաները իմ շնորհիվ հանվեցին վրայից, ինչը լավ է։ Ինչը վերամիավորեց ձեզ, եթե միավորել եք։ Անկեղծ եմ ասում, ես միայն ուրախ եմ, որ բոլոր սիրող սրտերը միավորվեն, նույնիսկ իրար ատող այս ավարտում ելույթս։ Նույնիսկ իրար ատող ընդդիմությունը թող միավորվի, օրինակ Միշիկենko Քոչարյանեք մեռան իրար մի սուտելով, թող միավորվեն մի քիչ իրանց մոտ ռոմանտիկա առաջանա, բայց նույնիսկ դուք ձեր ընտանեկան հարցն եք փաստորեն կեղծում եւ մարդկանց, չգիտեմ, խոցության մեջ դնում։ Հիմա միավորվել եք, թե չեք միավորվել։ Շնորհավոր եմ նորից միավորման կապակցությամբ, թե ինչ անեմ։ Կարող նույնիսկ աշխատասան տալ, կոնյակ բանբաներ կան։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ուշադիր հետևողները եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հրապարակային հայտարարություններին կարող են անել որոշակի հետևություններ, այդ հետևությունները ինչքանով շատ ուղիղ կձևակերպեն, ինչքանով դիվանագիտական ճանապարհներով կձևակերպեն, դա արդեն երկրորդ խնդիրն է եւ կարծում եմ այդտեղ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա, գիտեք ինչ, պետք չի որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի, ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյայի կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել եւ ձևակերպումներ անել, իմ ընկալումը այն նրա շրջանակում է ինչ որ ասցի։ Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրության, իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե չգիտեք, համոզված եմ, եթե միջև չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք, երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, հաջորդ հարցը Վոլոդիմիր Հակոբյան։ Պարոն վարչապետ, անդրադառնալով նորից 8 տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Սերժ Սարգսյանը այսօր հայտարարություն է տարածել եւ նշել, որ 2018-ին վարչապետ առաջադրվել է միաժամանակ ամենաճիշտ եւ ամենասխալ որոշումներ եւ որ բանակցողին փոխելը հանգեցրեց աղետի։ Արդյոք ձեր կարծիքով, պարոն վարչապետ, մինչ այդ տարվող բանակցությունները իրականում ապահովում էին Ղարաբաղի անվտանգությունը, թե հենց այդ
քաղաքականություն էր ստեղծել այդ ռիսկերը, որոնք հետո հանգեցրեցին պատերազմի։ Նաև Սերժ Սարգսյանը իր այդ հայտարարության մեջ խոսել է իր տեքստի մասին, որտեղ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի ու ասում է, որ շահառուներից մեկը, որը խմբագրել էր տեքստը ու ողերի մենքերը հետագայում մանիպուլացրել են, պարոն Վարդապետ, ճիշտ է, հարցը ուղիղ ձեզ չի ուղղված, Սերժ Սարգսյանին պետք է երևի տանք, բայց քանի որ հիմա հնարավորություն չկա իրեն հարցնելու, ձեզ եմ հարցնում, դուք գիտեք ով է եղել է շահառուն, որը փոխել է տեքստը եւ այն ողերի մենքերը, որը հետո մանիպուլացրել է։ Ինչ ասեմ, չգիտեմ բնականաբար։ Գուցե եթե տենց խնդիր ունենայի իմանալ, գուցե հնարավոր լիներ ինչ-որ տեղեկություններ իմանալ, բայց չեմ կարող որևէ բան ասել։ Ինչ վերաբերում է, գիտեք ինչ, Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է։ Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա։ Եվ նախորդող ողջ շրջանը 94 թվականից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին։ Հասկանում եք, պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չհետաձգվի։ Ես նախորդ օրը ել եմ ասում, մեր ընկալման մեջ այդ կա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդպես չի։ Մենք չենք ունեցել ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Որտեվ հիմա եթե կա անհրաժեշտություն, այսինքն ես նախորդ օրը ոնց որ ամբողջ ցանկը հրապարակեցի, թե որ թվին ինչքան զոհ է եղել։ Այսինքն դա եղել է անընդհատ պատերազմ։ Եվ այն որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլի չեմ էլ հիշում 17-ին թե կանիսին ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, գիտեք ինչ, բայց ես կարծում, տեսեք, ես ուզում եմ մի հետաքրքիր հանգամանքի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ Մի ժամանակ մեզ ուղղված մեղադրանք կար, որ մենք անդադ խոսում ենք նախկին, էլի անցյալի մասին ենք խոսում, էլի անցյալի մասին ենք խոսում, եւ բանը հասավ այնտեղ, որ ես ինքս խորհրդանի ամբիոնից մեր գործընկերներին, այդ թվում քաղաքացիական պայմանագրի, ընդունեցի ասի ժողովուրդ, ոնց որ մենք իսկական շատ ենք այդ նախկինի մասին։ Եկեք մի հատ այդ թեմայից դուրս գանք։ Հիմա բանակցային փաթեթները հրապարակեցինք, չգիտեմ, բոլոր հարցերին պատասխանեցինք, ամեն ինչը, զգում եք, որ չի հաջողվում։ Չի հաջողվում դուրս գալ այդ խոսակցությունից։ Հիմա էլ նոր բացահայտումներ են։ Որևէ մեկը մտածում է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որ միջև մի հանրությանը չգիտի, ով որ այդպես մտածում է, անկեղծ չի, կեղծում է, որովհետև հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ։ Եվ որևէ զեկույցի հրապարակում, որևէ զեկույցում նոր բան չի լինելու, որովհետև ամեն ինչ ասված է։ Դրա հերթն էլ կգա։ Հիմա էլ եղար, չէ, բանակցային փաթեթը քիվեստում սենց էինք անելու, նենց էինք անելու, այնտեղ նենց ուր են։ Հիմա ես չեն գալիս բանավեճի։ Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն մեր հրապարակած փաթեթով, տող կարդան։ Ասեն, այ տեսեք, ստեղ էսա գրած։ Այնտեղ գրած է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք։ Ղարաբաղի շարժումը չի ծառայել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին։ Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են եւ ուզեցել են, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա։ Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ ես հիմա հպարտ եմ, որ մեր պետությունը այդ թակարդից դուրս են բերել։ Այո, զոհերի ու զոհողությունների գնով, բայց եթե ես էլի անկեղծորեն նվիրված չլինեի այդ իդեալներին,
Ես այս ճանապարհով չէի կարող անցնել, եթե ասեի, հա դե լավ դե հիմա։ Ինչը չի ասվել, ամբողջ փաթեթները հրապարակված են։ Ամբողջ փաթեթները հրապարակված են։ Եվ հիմա ուրիշ բան տեղի ունեցավ, ես ասացի պատերազմի եռագլուխ կուսակցություն, ամեն օրվա հետ նրանք ապացուցում են պատերազմի եռագլուխ կուսակցություն լինելու փաստը։ Այդ կուսակցություններից մեկը սենց ոնց որ մի քիչ դիստանցավորվում է այդ խոսույթից, բայց արդեն իր ցուցակի բերումով արդեն չի կարող դիստանցավորվել։ Մի չամտեք, սիրելի գործընկերներ։ Մեկը։ Բայց մի հատ նայեք ամեն օր ինչ այդ մարդիկ խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին։ Այդ մարդիկ խոսում են, չգիտեմ, կորսված հայրենիքի մասին, վերադարձնելու մասին, վերադարձի մասին, դրանք բոլորը սիրելի քաղաքացիներ, ինչպես ուզում եք ընկալեք։ Այսինքն ընկալել հետևեք ինչ են ասում այդ մարդիկ։ Եվ ասելու բան չկա։ Եվ հիմի գիտեք ինչ լավն է նա որ նույնիսկ մենք ենք երբեմն մոռանում այդ իրադարձությունները։ Ես օրինակ արձանագրեցի, որ մենք Քայլարշավի մեկնարկի օրը տենց մոռացել ենք որևէ ձևով չենք հիշեցրել, ընդգծել եւ լավ է, որովհետեւ հիմա մենք էլի այդտեղ էլ առաջ ենք նայում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգի վրա ենք կենտրոնացած։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր մի դիրքում է, որ ի վիճակի է լուծել մարտահրավերները։ Որտեւ մենք հասկանում ենք իրավիճակը, մենք հասկանում ենք սադրանքները։ Սերժ Սարգսյանի հետ կապված ինչ կարող եմ ասել։ Սերժ Սարգսյանը հայ միջայլոց այդ որ ասում են չի մասնակցում ընտրություններին, դա կեղծ թեզ է։ Նախորդ ընտրություններում պատիվ ունեմով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է ուժեղ Հայաստանով։ Նախ հրապարակային հայտարարել է իր աջակցությունը, երկրորդը բոլորը ամբողջ կազմը ձեզ հայտնի Աշոտյանով եւ մյուսներով մասնակցում էին հանրահավաքներին եւ այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն եւ վերականգնեն 2007 թվի 2006 թվի կոալիցիա։ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական։ Ուրիշ պատմություն չկա սրա տակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սպուտնիկ Արմենյան։ Իմիջայլոց ներողություն եմ խնդրում։ Մի այսպիսի բան կար, որ նախկինում նախորդ հեղափոխությունից առաջ թվում էր թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բանը թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն է։ Ու ուզում եմ հիշեցնել, որ այդ պատերազմի համար եւ Ղարաբաղի համար դոշ տվողներից ոչ մեկի Սերժ Սարգսյանը որդի չունի, մյուսների որդիները ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում եւ ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, ոչ մեկը։ Իրենք ուրիշների զավակների կյանքի հաշվին, այսօր որ ինձ ասում են, այսքան չգիտեմ ինչ մեղադրանքներ են։ Իմ ընտանիքի անդամները եղել են բանում, էտել են 1000 ձևով ուզում են շահարկեն, ոնց փորձեցին չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Բացառիկ շանս է։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև ուժեղ Հայաստան,
ԲՀԿ, Հայաստան Դաշինք, դե որ Հայազգային կոնգրեսը ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ քննարկել, հա? Արգելի Շողիկ, հաջորդ անգամ դեպքում պես ասել։ Բոլորին ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն։ Ցանկացած մեկը, ովքեր պատերազմի կուսակցություն չեն։ Եվ ես այդ շանսը տեսնում եմ, եւ ես այդ շանսը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից։